Բարև ձեզ։ Իրավագիտակից քաղաքացի հեղինակային հաղորդաշարի այսօրվա թողարկմանը կխոսեմ այն մասին, թե ինչ է կանոնադրական կապիտալը։ Կանոնադրական կապիտալը այն դրամական միջոցների կամ գույքի ամբողջությունն է, որը ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը ներդնում են ընկերության ստեղծման ժամանակ։ Կանոնադրական կապիտալը ձևակերպվում եւ հաստատում է ընկերության կանոնադրությամբ, որն էլ իր հերթին հաստատում է պետական ռեգիստրի կողմից։ Ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ կարող են ներդրվել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ։ Ընկերության կանոնադրական կապիտալի եւ մասնակիցների ավանդների անվանական արժեքները որոշվում են դրամով։ Իսկ ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափը որոշվում է տոկոսներով կամ մասերի տեսքով։ Կանոնադրական կապիտալի չափը կարող է փոխվել ընկերության որոշմամբ, այն ավելացնելով կամ նվազեցնելով։ Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների։ Հետևեք ավելուց փաստաբանական գրասենյակի էջին, եղեք իրավագիտակից, իսկ ձեր բիզնեսի իրավաբանական աջակցության հարցով վստահաբար կարող եք դիմել մեր գրասենյակի փորձառու մասնագետներին։ Շնորհակալություն։